Անցած անգամ ոնց որ բացարձակ պայմանական զուգամիտ շարքերի մասին խոսացինք, հիմա տանք այն թեորեմի ապացույցը, հա, այս թեորեմ ձևակերպեցինք, որ բացարձակ զուգամետ շարքը զուգամետ է, Ցեն ինչ գիտենք, դիցուկ գումար մոդուլայինը օքրա պլյուս անվերջ, հա, զուգամետ է։ Հիմա ուզում ենք ցույց տանք, որ գումարային շարքը կլինի զուգամետ։ Այդ ոնց անենք։ Նախ հա մոդուլայինը մեծահասար այնից, այդ ճիշտ է։ Կոշու զուգամության սկզբունքը սրա համար որ կիրառենք, ինչ կարող ենք ասել։ Հա, բանից գնենք, հա, համաձայն կոշու զուգամության սկզբունքի կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի մի հատ համար, հա, n0 էպսիլոնից կախված, այնպես որ հենց այն մեծահասար n0-ից Լավ, սենց բացված տեսքով գրենք, հա, կամ գումար մոդուլ ական, կան սկսում ենք, ասենք, n-ից չև n պլյուս p են գնում, պպի, այս գումարը ինչ լինի, փոքր լինի էպսիլոնից, հա, որտեվ մենք գիտենք այդ մոդուլով շարքի զուգամությունը, այսինքն ինչն է մեր մոտ փոքր էպսիլոնից, այս մոդուլ an, գումարած մոդուլ an պլյուս 1, մինչև մոդուլ an պլյուս p, իհարկե այստեղ կարող ենք an պլյուս 1-ից էլ սկսել, տարբերություն չկա, հա, n-ից ենք սկսում, թե n պլյուս 1-ից ենք սկսում, փոքր էպսիլոն ու որ p-երի համար ասա ճշմարիտ։ Կամայական p 1, 2, 3 եւ այլն, հա։ Բարի։ Հիմա ինչպես։ Հա։ Համաձայն եռանկյան անհավասարության Այս մոդուլ an գումարած an պլյուս 1 գումարած an պլյուս p փոքր հավասար այս մոդուլների գումարից իսկ ես էլ արդեն փոքր էպսիլոնից այսպիսով ինչ ստացանք կամայական էպսիլոն դրական թվի համար մի հատ համար կա այնպես որ այդ համարից սկսած ինչ n-էլ նայենք այս գումար ոնց որ ական
Tan n-ից n plus p, հա, այս մոդուլը, որը նույն այս an գումարած n plus p-ն է, փոքր է լինում էպսիլոնից։ Հիմա ինչ պետք է անենք։ Ոնց որ սկսեցինք նրանից, որ մեր շարքը բացարձակ զուգամետ էր, իր համար գորշու զուգամության սկզբունքը կիրառելով ստացանք այս անհավասարությունը, հա, որ տեղի ունի։ Հիմա դրա նմանատիպ անհավասարություն ստացել ենք արդեն առանց մոդուլներով, հա։ Այս դուրը փոքր մոդուլ արկայից, հա։ Չէ, դա արդեն ոնց որ օգտագործել ենք։ Հիմա որ սա փոքր է էպսիլոնից, այս ինչ որ բան նշանակում է։ Հենց չի նշանակում, որ զուգամետ է համաձայն գորշու զուգամության սկզբունքի։ Կիրառելով գորշու զուգամության սկզբունքը հիմա արդեն գումար այն, թե գումար մոդուլ այն շարքի համար։ Գումար այն շարքի համար։ Ստանանք, որ գումար այն շարքը զուգամետ է։ Ցեն ստացանք, որ բացարձակ զուգամետ շարքերը զուգամետ են։ Նո, ասենք այս թեորեմի օգնությամբ կարող ենք ինչ-որ շարքերի զուգամություն ստանանք, հա, օրինակ ցույց տանք, որ գումար սինուս n բաժանած n քառակուսին զուգամետ է։ Հիմա օրինակ կարող ենք այս շարքի համար բաղադրատման հայտանիշները կիրառենք։ Չէ, ինչի չենք կարող։ Հա, բաղադրատման հայտանիշները կարող ենք կիրառել դրական անդամներով, հա, շարքերի համար։ Այստեղ սինուս n-ը կարող է բացասական արժեքներ ընդունել ու ընդունում է։ Ու այդ պատճառով ոչ թե ցույց կտանք, որ հենց մի անգամից զուգամետ է, այլ նախ ցույց կտանք, որ այդ շարքը բացարձակ զուգամետ է, ու տեից կեզրակացնենք, որ նաև զուգամետ է։ Շատ լավ։ Սին հիմա եթե մոդուլ սինուս n բաժանած n քառակուսին նայենք, իհարկե այստեղ մոդուլի կարիք ունի միայն համարիչը, հա, այսպես կգրենք։ Հիմա մենք եթե ուզում ենք զուգամություն ցույց տանք, նո, սինուս n-ը, այս մոդուլ սինուս n-ը սահման չունի, որ կարողանանք ասենք, որ սա համարժեք է, օրինակ, չգիտեմ, ինչ-որ թիվ բաժանած n քառակուսի, այդ պատճառով պետք է օգտվենք բաղադրատման որ հայտանիշից, առաջին, երկրորդ, առաջին։ Հիմա պետք է վերևից գնահատենք, թե ներքևից գնահատենք։ Վերևից, որովհետև ուզում ենք ցույց տալ, որ զուգամետ է։ Զուգամության համար վերևից են գնահատում, ավելի մեծ զուգամետով տարամիտության համար ներքևից են գնահատում, ցույց ենք տալի, որ իրանից փոքրը տարամետ է, հա։ Հիմա վերևից ինչպես կգնահատենք։ Մեկը բաժանած n քառակուսի, գիտենք, որ գումար մեկը բաժանած n քառակուսի շարքը զուգամետ է, քանի որ այս մեր ցուցիչը մեկից մեծ է, հա։ Ու ստեղից արդեն եթե կիրառենք բաղադրատման առաջին հայտանիշը, ստանանք, որ շարքն է զուգամետ գումար, n-ը 1-ից անվերջ, ինչպես, մոդուլ սինուս n, հա, բաժանած n քառակուսին զուգամետ է։ Այսին Մտը մեկ ստեղ գրենք հետևաբար
Այս գումար սինուսային բաժանածային քառակուսին բացարձակ զուգամետ է, հա։ Ոստի այս գումար սինուսային բաժանածային քառակուսին կլինի ինչպիսին զուգամետ, հա։ Այս հարցեր ինչ շարքերի դե մինուս գումարը եթե -1-ին աշճան լինի, հա, լավ, Լայբնիցի հայտանշի հետ կապված է հարցնում -1-ին անգամ ինչ-որ AN, թե, հա, այ, հիմա եթե -1-ին AN-ը նայենք, սրա համար էլի կարող ես կիրառել, կիրառելը խնդիր չկա, սկսես սրա մոդուլը նայել, նո եթե AN-ները դրական են, ես պարզապես կդառնա գումար այդ AN-ը, եթե AN-ները դրական են, հա, սրանց այս շարքի զուգամիությունից կստանաս այս սկզբնականի առանց մոդուլովի զուգամտությունը, բայց պետք է հաշվի առնել, որ այս շարքի զուգամտությունը համարյա թե շատ ավելի ուժեղ պայման է, քան օրինակ այն Լայբնիցի հայտանիշը, որ ունես, ընդամենը 0-ից ձգտել մոնոտոն ձևով։ Դու այնտեղ ոնց որ այս նշանափող շարքերի զուգամտությունը ստանալը բացարձակ զուգամությունից ոնց որ ավելի քիչ հավանական է, քան Լայբնիցի հայտանիշով կստանայиш էլի զուգամությունը։ Արի, այլ հարցեր։ Okay, հիմա հաջորդ թեման գրենք։ Օշե եւ Դալամբերի հայտանիշներն ընդհանուր դեպքում Կոշի հայտանիշից Եթուք այն ժամանակ դիտարկում էինք ինչ սահման այն աշճանի արմատ AN, հա, ու սրա վերին սահմանն էինք դիտարկում սա ասենք նշանակել էինք D-ով հիմա եթե ոչ թե գործ ունենք դրական անդամներով շարքերի հետ, այլ գործ ունենք ոնց որ թե դրական, թե բացասական անդամներով շարքերի հետ, այս այն աշճանի արմատ AN-ի փոխարեն ավելի հարմար կլինի կամ ավելի բնական կլինի դիտարկել ինչը որ գոյություն ունի, հա? Եթե մեկենյորդ աշճանն ես դիտարկում, պետք է այդ հիմքդ լինի ինչպիսին։ Ոչ բացասական, հիմա հիմքդ լինի, որ ոչ բացասական, AN-ի փոխարեն ավելի հարմար է դիտարկել մոդուլային։ Այս մոդուլային, հա, այս էլ ասենք չգիտեմ, դեշտրիխով նշանակենք, հա։ Հիմա առաջինը, եթե դեշտրիխը փոքր է մեկից, ապա ինչ եք կարծում, գումար
այն շարքը ինչպիսին է։ Զուգամետ է։ Իրականում այլ բացարձակ զուգամետ է։ Եթե D շտրիխը մեծ է մեկից, ապա շարքը տարամետ է, և D շտրիխը ասրամեք, ապա եզրակացություն չեն կարող անել, հա։ Շատ լավ, հիմա մեր ձեռքի տակ արդեն ունենք Cauchy-ի հայտանիշը այն գրական շարքերի համար, այդ կարող ենք որ դա օգտագործել կամ դրա ապացույցի ինչ-որ մաս վերհիշել, ընթացքում ինչ-որ ստացած արդյունքներ օգտագործել, որպեսզի այս ընդհանուր դեպքը հասկանանք, որ ընդհանուր դեպքում սա ամեն ինչը տեղի ունի։ Ասենք եթե առաջինը, եթե D շտրիխը փոքր է 1, այդ դեպքում ինչ կարող ենք եզրակացնել օգտագործելով այդ Cauchy-ի հայտանիշը դրական շարքերի համար, որ հիմա արդեն մոդուլային համար է, չէ՞, կիրառած ոնց որ Cauchy-ի հայտանիշը, ուստեղ կարող ենք ասել, որ ապա համաձայն Cauchy-ի հայտանիշի դրական շարքերի համար կստանանք, որ այս գումար մոդուլայինը զուգամետ է։ Եթե գումար մոդուլայինը զուգամետ է, այդ նշանակում է, որ գումարային շարքը բացարձակ զուգամետ է, հա։ Որտեղից ստանանք, որ գումարայինը գիտենք, որ բացարձակ զուգամետ շարքերը զուգամետ են, հա, գումարայինը զուգամետ է։ Շատ լավ։ Հիմա այն դեպքում եթե D շտրիխը մեծ լինի 1-ից։ Եթե օրինակ փորձեինք այս նույն բանը կրկնել D շտրիխը մեծ է 1 դեպքում, որտեղ խնդիրներ առաջանալու։ Որ եթե բացարձակ զուգամետ չի, այդ չի նշանակում, որ զուգամետ չի, որտեղ կարող է լինել այդ շարքը ինչպիսի զուգամետ, պայմանական զուգամետ, ասենք գումար -1-ի n-րդը
բացարձակ զուգամետ չի, բայց զուգամետ է։ Հիմա այս դեպքում ոնց որ մի փոքր պետքա վերհիշենք, թե ինչ էր կատարվում կոշի հայտանշի ապացույցը ոնց էինք տվել։ Դա իրականում տեսել ենք, որ ոնց որ այո, չէր ձգտում 0-ի, եթե դեշտիխը մեծամեկ, ապա կոշի հայտանշի ապա օգտվելով հայտանշի ապացույցի ընթացքում ստացել էինք ապա օգտվելով նրանից, որ ոնց որ այս արանքում պետք է ավելացնել, հա, օգտվելով նրանից, որ կոշի հայտանշի ապացույցի ընթացքում ստացել էինք, ինչ էինք ստացել, որ այդ ընդհանուր անդամը չի ձգտում 0-ի, ընդհանուր անդամը, տվյալ դեպքում որն է ընդհանուր անդամը մոդուլայինը, չի ձգտում 0-ի, այսինքն, եթե մոդուլայինը չի ձգտում 0-ի, ուրեմն կարող ենք ասել, որ այն էլ չի ձգտում 0-ի։ Իսկ եթե այն էլ չի ձգտում 0-ի, արդեն կարող ենք պնդել, որ զուգամետ չի, չէ՞, զուգամետ շարքերը, շարքերի ընդհանուր անդամ պիտի ձգտի 0-ի, հա։ Ուստի չի ձգտում 0-ի, որտեղից ստանանք, որ նոմարայինը ինչպիսին է տարամետ։ Երրորդ դեպքն էլ զուտ պետք է ասենք, որ եթե դրական անդամներով շարքերի համար այդ պարագայում չեն կարող ինչ-որ եզրակացություն անել, ընդհանուր դեպքում չեն կարողանա ու չեն կարողանա, որտեվ էլի այդ ընդհանուր դեպքում կարող ենք մասնավորապես վերցնենք դրական շարքեր, հա, եթե մասնավոր դեպքում չի աշխատում, ընդհանուր դեպքում էլի չի աշխատի, հա։ Սա ուղեղը բխում է նրա մասնավոր դեպքից շարքերը դրական են։ Հա։ Հիմա մի հատ էլ Դալամբերի հայտանիշը, հա, կամ կարանք մի հատ օրինակ նայենք։ Ասենք 2 գումարած 3 կոսինուս են բաժանած 6-ը արծացրած այն աշճան։ Մեկից ավելջ։ Այստեղ հիմա եթե շարքի զուգահեռությունն ենք ուզում հետազոտենք, պետք է հասկանանք, որ կոսինուս n-ը ընդունած արժեքները ինչի եւ ինչի միջև է։ Կոսինուս n-ը գիտենք, որ -1-ի եւ 1-ի միջև է, հետեւաբար
3 կոսինուս n-ը կլինի մինուս 3-ի և 3-ի միջև, հիմա եթե երկուսն էլ գումարենք մինուս 1-ի և 5-ի միջև է։ Ասեն տեսնում եք, որ ի վերջո ինքը իրականում մինուս 1-ին ինչքան ազես կարա մոտենա, ինքը բացասական արժեքներ ընդունում է, ու ստեղ միայն ոնց որ Կոշի թեորեմը, հա, դրական շարքերի համար չեն կարող կիրառել, պետք է կիրառենք այս ընդհանուր դեպքին է։ Դեն հիմա եթե մեր դստան նշանակում են գումար AN, հիմա մեզ հարկավոր է դիտարկել այդ վերի սահման, հա, վերին սահման n աշճանի արմատ մոդուլ AN-ը։ Դե մենք տեսնում ենք, որ մոդուլ AN-ը մեր մոտ չգերազանցելու ինչ է։ 5-ը բաժանած 6-ի n աշճանը։ Այսինքն այստեղ կարող են գրել, որ փոքր կամ հավասար է վերին սահման n աշճանի արմատ արդեն 5/6-ի n աստիճան։ Այստեղ n-ները կրճատվում են ու պարզապես 5/6 է ստացվում։ Ինչ է, որ կարևոր է, որ փոքր է 1-ից։ Հետևաբար Կոշի հայտանիշից ստանանք, որ այս գումար AN-ը կամ որը մեր երկու գումարած 3 կոսինուս են բաժանած 6-ի n աշճաններ զուգամետ է, հա։ Դժվար։ Հա։ Հա, ինքը նաև բացարձակ զուգամետ կլինի, որովհետև մենք այդ մասը տենց չշեշտեցինք Կոշի հայտանիշի մեջ, հա, բայց որ ապացույցը տալիս էինք, ինչ էինք տալի, այդ Կոշու հայտանիշն էինք դրական մոդուլ AN շարքի համար էինք, չէ՞, մենք ոնց որ կիրառում, ասում ենք, որ գումար մոդուլ AN-ը զուգամետ է, ուրեմն ինքը բացարձակ զուգամետ է, ուրեմն ինքը զուգամետ է։ Այսինքն մենք զուգամետությունը ստացանք, բայց ընթացքում նաև ասացինք, որ ինքը բացարձակ զուգամետ է, հա։ Այսինքն այս պարագայում միշտ բացարձակ զուգամետությունը ի հավելումն ունենում ենք։ Այդ ոչ մի օգուտ չէր տա, որ փոքր 2-ից ստանայինք, որովհետև կարող է 1-ից մեծ լինի, կարող է 1-ից փոքր լինի, հա, այդ սահմանը։ Որտեղ ոնց որ ոչ մի եզրակացություն չենք կարող անենք։ Այլ հարցեր։ Okay։ Բարի, հիմա Դալամբերի հայտանիշը ձևակերպենք։ Դիցուկ գոյություն ունի սահման, ինչը պետք է նայենք, այն ժամանակ դիտարկում ենք AN + 1 բաժանած AN-ը։ Հիմա սրան մոդուլը պետք է դիտարկենք, հա։ Այդտեղ n աշճանի արմատ AN-ը փոխարինվեց n աշճանի արմատ մոդուլ AN-ով, հիմա էլ այս նույն մոդուլների հարաբերությունը պետք է նայենք, ու եթե այնտեղ
Okay, լավ, դե ինչ ուրիշ տարկի օգտագործածնեի կարևոր չի։ Նախորդ դեպքում K շտրիխը ճիշտ կլիներ օգտագործածնեի, D շտրիխը։ Okay, կարևոր չի։ Լիցու գոյությունն է սահմանը։ Հիմա ինչ պետք է ասենք, որ եթե այդ սահմանը փոքր է 1-ից, ապա գումարայինը զուգամետ է, ավելին ինքը բացարձակ զուգամետ կլինի, հա։ Չէ, այստեղ ոնց որ Դալամբերի հայտանիշում զուտ սահմանն է դիտարկվում, այդ պատճառով էլ այստեղ ասում են, որ գոյություն ունի, դիցուկ գոյություն ունի, որտեվ նախորդ դեպքում, որ վերին սահմանն ես նայում, այդ միշտ գոյություն ունի, այդտեղ գոյություն ունենալ չունենալու հարց չկա, այստեղ այդ խնդիրը կա, որ կարող է այդ սահմանը գոյություն չունենա։ Իհարկե, ոնց որ հիմնական օրինակները, որ դիտարկելու եք, սահմանը գոյություն է ունենալու, օրինակ այստեղ այս սահմանը էլի գոյություն չուներ, որտեվ այդ 2/3 կոսինուս n-ը, եթե n աշճանի արմատ էի քանում, 2/3 կոսինուս n էր մնում, բաժանացվեց, որը որ սահման չէր ունենալու, այսինքն սահմանը այդտեղ պետք էր, բայց հիմնական ձեր օրինակները որ նայելու եք, դրա կարիքը չի լինելու։ Եթե D շտրիխը մեծ է 1-ից, ապա գումարայինը տարամետ է, էլի, եթե D շտրիխը հավասար է 1, ապա այս հայտանիշի միջոցով եզրակացություն չեն կարող անել, հա։ Հայտանիշը կիրառելի չէ, հա։ Շատ լավ։ Սրա ապացույցը չենք տա, ոնց որ չենք տվել ապացույցը դրական շարքերի համար, ոնց որ ըստ էության, եթե n-ի տված լինեինք, էսի նույն ձևով կտայինք սրա ապացույցը։ Հա, կոշից, ոնց որ կոշի հայտանիշը ավելի ուժեղ է, քան Դալամբերի հայտանիշը, այսին, եթե դուք ունեք այս սահմանը, ապա n աշճանի արմատ մոդուլայինը էլի ունի սահման, այսին այնտեղ վերին սահմանի հարց չկա, արդեն այդ սահման ունենում է ու այդ սահմանը հավասարվում է սրան ու արդեն կոշի հայտանիշի միջոցով դու կարող ես եզրակացությունները անել, ասեն ստանալ Դալամբերի հայտանիշը։ Դրա մասին ցանկություն ունենաք խոսանք, կարանք այսօր էլ ինչ-որ բանի խոսանք։ Հա։ Վերքեն,
Լավ, հիմա անցնենք հաջորդ թեմային։ Okay, մի հատ կարելի է երկու բառ պրոստը գրել, դա տենալ ինչա լինի։ Ասենք հիմա եթե ունես ով ուզում է կարա դասամիջոց անի, ոնց որ հանգիստ ձեր գործերին եղեք։ Անդե ինչ է, ասենք եթե ունես վերի սահման ունաշճանի արմատ, ասենք չգիտեմ մոդուլային կամ այն-ը, ասենք ինչ-որ դեա։ Լավ, ինչ է, մի հատ ունենք այս սահման ունաշճանի արմատ, plus 1 բաժանած այն-ը։ Այսի դա է։ Այստեղ ինչ ենք ունենում, որ այդ n-աշճանի արմատ n plus 1 բաժանած n-ը փոքր է հավասար, ասենք d plus ε-ից, ինչ որ համարից սկսած, կներեք։ Այստեղ սխալ բան եմ գրել, չեք ասում, որ սխալ բան եմ գրել։ n plus 1 բաժանած n-ը փոքր է d plus ε-ից, ինչ որ համարից սկսած, այսինքն չգիտեմ, n0 plus 1 բաժանած n0-ն է, փոքր է դրանից, հետո n0 plus 2 բաժանած n0 plus 1-ն է, փոքր դրանից, ու այդպես շարունակ։ Հիմա սրանք որ սաղ իրար հետ բազը պատկենք, կունենանք, որ լավ, մինչև n-ը գրեմ, ստել n-1, կունենանք, որ n բաժանած n0-ն, որտեղ որ փոքր հավասար, ասենք d plus ε-ի n-n0 աշճան, ոնց որ մի հատ էլ, որ n-աշճանի արմատ n-ը հիմա տեղից ստանանք, փոքր հավասար լինելու d plus ε-ի ոնց որ 1 մինուս n0 n-րդ աշճան, բազը պատկած ինչ-որ մի հատ թվի n0-ի 1 n-րդ աշճանով։ Դա այս ամեն ինչը ձգտում է d-ին, որտեղ ստեղ d plus ε-ին է ձգտում, այսի 1-ի է ձգտում, այս 0-ի է ձգտում, կարող ես փոքր դարձնել d plus 2 ε-ից, ասեն ինչ է ստանում, որ եթե այս սահման ունես, որ d է, n-աշճանի արմատ n-ը էլի փոքր հավասար լինելու սահմանը, վերին սահմանը փոքր հավասար լինելու d-ից, ասեն ստանում ես, որ վերին սահման n-աշճանի արմատ n-ը փոքր հավասար վերին սահման n plus 1 բաժանած n։ Ոնց որ ինչ-որ դեպքերում հիշելը ավելի դժվար է, քան ոնց որ ապացուցել է, էլի։ Լավ, հաջորդը աստիճանային շարքեր։ Զուգահեռության տելյուրիդ։ Այս A0 գմարած A1 անգամ x մինուս c, երկու անգամ x մինուս c քառակուսի, ուսենց այն անգամ x մինուս c-ի n աշճան, ու այսպես շարունակ, հա, որը իհարկե կարող ենք ավելի կոմպակտ տեսքով գրել an x մինուս c-ի n աստիճան, որտեղ n-ը փոխվում է, որտեղից որտեղ, սրից անվերջ, հա։ Սրան անվանում են աստիճանային շարք։ C-ին աստիճանային շարքի կենտրոն, իսկ այն-ներին այդ աստիճանային շարքի գործակիցներ, հա։
Այդ նշանակում սնենք նշանակենք R-ը հավասար է 1-ը բաժանած վերին սահման n աշճանի արմատ մոդուլ n Ուսած մի հատ թեորեմ ապացուցենք Եթե մոդուլ x մինուս c-ն փոքր է r, ապա գումար an x մինուս c-ի n աստիճանային շարքը զուգամետ է, Իսկ եթե մոդուլ x մինուս c-ն մեծ է r, ապա այդ աշճանային շարքը սաղ 0-ից պիտի սկսած լինեի, ապա այս աշճանային շարքը տարամետ է։ Մի հատ եկեք հասկանանք փաստորեն այս թվային առանցքն է, սա թող c կետը լինի։ Հիմա երբ որ նայում ենք մոդուլ x մինուս c-ն փոքր է r, էդի որ կետերն են տալի c պլյուս r, c մինուս r, հա։ C-ից r ամենը ոնց որ ոչ ավելի փոքր, քան r հեռավորություն ունեցող կետերը, ասեն այստեղ այս c մինուս r-ը սա էլ c պլյուս r-ն է, այս տիրույթում մեր աշճանային շարքը զուգամետ է, հա, դրանց այս կետերը չհաշված, հա, դրսում տարամետ, հա, ստեղ էլ է տարամետ, ու այդ պատճառով ոնց որ այս r-ին անվանում են զուգամության շարավիղ, հա, իրականում ոնց որ եթե ոչ թե թվային առանցքի վրա նայենք, այլ կոմպլեքս տիրույթում նայենք, ասենք ոնց որ այս շրջանի ներսում էր, բաց շրջանի ներսում էր զուգամետ լինելու, այդ շարավիղն էլ տեղից է գալի, հա։ R-ին անվանում են այդ աշճանային շարքի, հա, զուգամության շարավիղ, իսկ այդ բանաձևին, հա, r-ը հավասար է այդ 1 բաժանած վերին սահման n աշճանի արմատ մոդուլ n-ին, հա, Կոշի Ադամարի բանաձև։ Կոշի Ադամարի
Հա, հիմա եկեք այդ թեորեմը ապացուցենք։ Ну, ստեղ ասենք մի հավելում էլ անենք, հա։ Մենք ասենք, որ այդ c-r c+r բաց միջակայքում ինքը զուգամետ է, այն ծայրակետերը չհաշված տարամետ է, ծայրակետերում իրականում կարող է եւ զուգամետ լինել եւ տարամետ կախված թե ոնց որ կախված շարքից։ Ոնց որ ինչին եք նմանացնում այս ամեն ինչը, կոշու հայտանիշին, հա։ Ու հիմա կփորձենք հենց սա ապացուցել օգտվելով հենց կոշու հայտանիշից ընդհանուր դեպքում։ Ինչ ենք ասելու, որ դիցուկ ասենք։ Ինչպես։ Ոնց որ հիմա կարող ես համարել x-ը ինչ որ պարամետր է, հա, ու դիցուկ, ասենք, sense նոր շարք ենք նայում, c-ը դա մեր an x - c-ի n աշճանն է, հա։ Հիմա եթե կոշու թեորեմը կիրառենք, հա, կիրառելով կոշի հայտանիշը Այս գումար cn, նույնն է թե գումար an x - c-ի n, հա։ Շարքի համար կստանանք, որ ինչ։ Որ այն զուգամետ է երբ զուգամետ է երբ վերին սահման ինչ պիտի գրեմ n աշճանի արմատ ինչ է մոդուլ c-ը փոքր է 1-ից Հիմա մի հատ էս վերին սահմանը եւ նո սրա անունը 1 դնենք եւ տարամետը երբ վերին սահմանը ինչ է այդ նույն վերին սահմանը 1-ից 1-ը մեծ է սրա անունը 2 դնենք հա Հիմա ուզում ենք տենանք, որ եթե մոդուլ x - c-ն փոքր է, ապա զուգամետ կլինի։ Շատ լավ։ Հիմա ինչ է։ Մենք գործ ունենք n աշճանի արմատ մոդուլ c-ի հետ։ N աշճանի արմատ մոդուլ c-ը հետով է։ n աշճանի արմատ մոդուլ an անգամ x - c-ի n աշճան Հիմա կարող ենք մոդուլները, հա? Հա, իրականում ինչը դուրս կարող ենք անել մոդուլ x - c-ն, հա? Այսինքն այստեղ գրենք Վերին սահման, n-ը ձգտում է անվերցության, n աշճանի արմատ մոդուլ an, մի հատ էլ n աշճանի արմատ մոդուլ x - c-ի n աշճան։ Սա պարզապես մոդուլ x - c-ն է, ու n-ից կախված է, կախված չի։ Կախված չի, քանի որ այդ հաստատունը, այդ հաստատունը կարող ենք դուրս հանել մոդուլ x - c-ն անգամ վերին սահման N աշճանի արմատ մոդուլային Հիմա եթե հա, հետևաբար մեկը տեղի ունի մեկը տեղի ունի այն եւ միայն այն դեպքում երբ այս մոդուլ x - c անգամ վերին սահմանը ինչպիսին է
1-ից։ Այդ էլ նույնն է թե, որ մոդուլ x մինուս c-ն փոքր է արդեն 1-ը բաժանած վերին սահմանից։ Այս էլ, ինչպես մտցրել էինք նշանակումը, հենց r-ն է։ Շատ լավ։ Ստեղից հարցեր ունենք։ Ամեն ինչ պարզ է։ Հիմա երկրորդը տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ որ այս մոդուլ x մինուս c անգամ վերին սահման n աշճանի արմատ մոդուլայինը մեծ է 1-ից, այդ էլ նույնն է թե, որ մոդուլ x մինուս c-ն մեծ է 1-ը բաժանած է վերին սահման, հա, որը նշանակել էինք r-ով։ Բարի։ Եթե սահմանը 0 լինի, 1-ը բաժանած 0-ի տակ պետք է հասկանալ ինչ։ Անվերցություն եւ հակառակը, եթե սահմանը անվերցություն լինի, հա, այս վերին սահմանը անվերջ լինի, ապա 1-ը բաժանած անվերջի տակ պետք է հասկանալ 0-ն, հա։ Դա ոնց որ կարևոր այդ բան դեպքերն են, հա։ Դիեսակյության ոնց որ դեպքերն են։ Լավ, այս ոնց որ կոշի հայտանիշի կիրառության հետևանքով էր սա ստացվում։ Հիմա մի հատ էլ թեորեմ ձևակերպենք, հա։ Դիցուկ գոյություն ունի սահման, n-ը ձգտում է անվերցության, այս է։ Okay, եկեք ստեղ հակառակը գրեմ, այն բաժանած այն պլյուս 1, հա, եթե այս սահմանը դիցուկ գոյություն ունի, այդ դեպքում այսի ավելի հարմար կլինի նշանակենք d-ով, թե 1 d-երորդով։ 1 d-երորդով, հա, ոնց որ են մեր ունեցածի հակառակն է, հա։ Այդ դեպքում այս գումարը n x մինուս c n աստիճանային շարքը զուգամետ է, երբ մոդուլ x մինուս c-ն փոքր է այդ 1 d-երորդից և տարամետ է երբ ինչ։ Երբ որ մոդուլ x մինուս c-ն մեծ է, թե մեծ կամ հավասար է 1 d-երորդ։ Հավասար դեպքում բան չեն կարող ասել, հա։ Մեծ է 1 d-երորդ
Այսին իրանք 1/3-ը իրանից ինչ է ներկայացնում։ Մեր զուգամիության շարաբիղն է ներկայացնում, այսին դրանից փոքր արժեքների համար զուգամետ է, դրանից մեծերի համար տարամետ է, դա այսպիսով մենք դերորդը իրանից ներկայացնում եմ զուգամիության շարավիղը Ինչպես? Հա, այդ ոնց որ իհարկե կարևոր չի, որ հարաբերությունը կդիտարկեք, այստեղ այս կարևորն է նա, որ ստանում ենք ինչ, որ մենք ունեինք, որ զուգամիության շարավիղը այս բանաձևով է, չէ, տրվում։ Այսինքն ինչ ստացանք, որ այս մյուս թիվն էլ է զուգամիության շարավիղը։ Այսինքն ստացանք, որ եւ R-ը հավասարվելու է սահման n աշտանյա կներեք։ Մոդուլ an բաժանած an + 1։ Հա, իհարկե այս սահմանի գոյության պարագայում։ Դեն եթե այս երկու բանաձևերից որն էլ ուզում եք, կարող եք կիրառել աշտանային շարքի զուգամիության շարավիղը գտնելու համար։ Okay։ Ստեղից հարցեր։ Բարի։ Հիմա ոնց որ նույն կերպ եկեք համոզվենք, որ այս թիվն էլ է, հա, հանդիսանում զուգամիության շարավիղ, այսինքն երկու պայմանները տեղի ունեն։ Հիմա էլ կիրառելու ենք ինչը։ Դալամբերի հայտանիշը, հա։ Համաձայն Դալամբերի հայտանիշի այս գումար an x minus c-n այս գումար c-n, հա։ Շարքը կլինի զուգամետ, շարքը զուգամետ է, երբ սահման n-ը ձգտում է անվերության, ինչ պիտի գրեմ, c n բաժանած c-n + 1, թե n-ը n + 1-ի վրա, թե n + 1-ը n-ի վրա։ Դալամբերի հայտանիշում c-n + 1-ը c-n-ի վրա էր։ Հիմա այդ c-n + 1-ը ով է, կասեք։ Այդ ոնց որ լավ, այստեղ գրեմ փոքր է 1։ Դա ինչ է նշանակում, որ սահման c-n + 1-ի փոխարեն պիտի գրենք an + 1 x minus c-ի n + 1 աշճան բաժանած an x minus c-ի n։ Այսքանը, որը իդեպ հավասար է ինչի, եթե կրճատումները անենք։ Այո, այնտեղ կարող ենք կրճատել x minus c-ի n-ը, կմնա x minus c-ն, որը մոդուլով սահմանի տակից դուրս կգա, քանի որ ինքը կախված չի n-ից, հա, հաստատուն է։ Սահման n-ը ձգտում է անվերության, an + 1 բաժանած an-ը, այս սահմանը սահմանի ու մոդուլ x minus c-ի արտադրյալը պիտի 1-ից փոքր լինի։ Դա էլ ինչ է նշանակում, որ մոդուլ x minus c-ն պիտի փոքր լինի 1-ը բաժանած սահման, հա, an + 1 բաժանած an, դա էլ հենց մեր
1 դերորդն է, կամ գինեմ սահման n-ը ձգտում անվերջության, an բաժանած an plus 1-ն է։ Այսինքն ստացանք, որ եթե մոդուլ x մինուս c-ն փոքր է այս թվից, զուգամետ է։ Հիմա նույն կերպ գումար c-ը տարամետ է երբ ինչ մոդուլ x մինուս c-ն, եթե ստեղ արդեն մեծով չէ լիներ, այսինքն արդյունքում կստանանք, որ մոդուլ x մինուս c-ն պետք է մեծ լինի այս սահման մոդուլ an բաժանած an plus 1-ից։ Այսինքն ստանում ենք, որ այս թիվը իրանից ներկայացնում է զուգամիության շառավիղը։ Շատ լավ։ Հիմա մի հատ էլ հասկանանք այդ ոնց որ հնարավոր զուգամիության տիրույթը սահմանենք, հա։ Aman. Գումար այն x մինուս c-n շարքի զուգամիության տիրույթ ասելով զուգամիության տիրույթ ասելով կհասկանանք բոլոր այն կետերը, բոլոր այն x-երը, հա, այն x-երի բազմությունը որոնց համար այս գումար այն x մինուս c-ն աշճան շարքը զուգամետ է, հա։ Ну, միջակայք, C կենտրոնով, R շարավով միջակայք է, այսա դրա դետալների մասին կխոսանք, հա։ Այն C շարքը զուգամետ է։ Հիմա ոնց որ եկեք հասկանանք այդ զուգամիության տիրույթը ինչ տես կարա ընդունի, հա։ Զուգամիության տիրույթը ունի հետևյալ տեսքերից մեկը։ Առաջինը այն դեպքը, որ երբ որ R-ը ոնց որ երբ 0-ն փոքր է R, փոքր է անվերջ, հա, երբ որ զուգամիության շառավիղը վերջավոր է ու դրական է, այդ ժամանակ ինչ ենք տեսել, ոնց որ այդ C կենտրոնով R շառավիղով ենք անում, չէ՞, C-R, C+R-ն է լինում, բայց նաև ասել ենք, որ այդ ծայրակետերում չգիտենք ինչ է կատարվում։ Այսինքն ապա այն, հա, ու այնը վերաբերում է զուգամիության տիրույթը։ Այն կլինի ոնց որ կամ կլինի օրինակ երկուսն էլ ներառված, հա, երկու ծայրակետերն էլ ներառված, կամ երկու ծայրակետերն էլ չներառված, հա, բաց բազմությունը, այս բաց ինտերվալը կամ էլ արդեն կիսաբաց միջակայքերը կստանանք, ասենք C-R, C+R-ը ներառված, կամ հակառակ է, C-R, C-R-ը ներառված, մյուսը չէ։ Ապա այն կլինի այս դրանցից որևէ մեկը։
R-ը հավասար է ինչ դեպքեր պետք է քննարկենք։ Վերջավորչը ինչ է։ No, R-ը արի հաշվի առ, որ այս բանաձևով է որոշվում, հա։ Այսինքն, եթե n-աշտանի արմատ մոդուլը n եք նայում, ինքը իր վերին սահմանը միշտ լինելու է դրական, կամ էլ 0, այսինքն դուք այս մեկը բաժանած այդպիսի թվերը կարող են շատ լինել 0 անվերջ, այդ ոնց որ 0 անվերջ փակ, այսպես ասած, միջակայքություն, հիմա երբ R-ը հավասար է անվերջ, ապա ոնց որ հիմա մոդուլ x մինուս c փոքր է R պայմանը որ x-երի համար տեղի կունենա։ Բոլոր, հա, ապա զգամության տիրույթն է մինուս անվերջից պլյուս անվերջը։ Այդ ժամանակ ամբողջ թվային առանցքը հանդիսանում է զուգանության տիրույթ, բոլոր x-երի համար ինքը զուգամետ է։ Եվ երրորդ դեպքը, երբ որ R-ը հավասար է 0, ապա մոդուլ x մինուս c-ն R 0-ից փոքր կարա դառնա, չէ, մոդուլ x մինուս c-ն 0-ից մեծ կլինի բոլոր x-երի համար, որոնք c չեն։ Մնում է հասկանանք c-ում ինչ է կատարվում, իսկ որ գումար այդ n x մինուս c-ի n-ի մեջ c-ն տեղադրենք, ինչ կունենանք։ Ոնց որ մի հատ A0 կունենանք առաջին անդամը, հետո արդեն A1 անգամ 0, հետո A2 անգամ 0 ու այդպես շարունակ, այսինքն կունենանք պարզապես մի հատ հաստատուն գումարած 0-ներ, ու որը որ զուգամետ է թե տարամետ է այդ շարքը։ Եթե անդադ 0-ներ գումարենք, դա ինչ որ բանի կձգտի, թե չի ձգտի։ A0 է լինում։ Բոլոր մասնակի գումարները A0 են լինում, այդ շարքը զուգամետ է լինում։ Ու ապա զուգամության տիրույթն է այս մի կետանոց բազմությունը, հա։ Ինչպես։ Նայ, ճիշտ ես ասում։ Այստեղ ինչ ասցինք, մոդուլ x մինուս c-ն փոքր է 0-ն, այստեղից x-ը դատարկ ենք, չէ՞ ստանում։ Մոդուլ x մինուս c-ն մեծ է 0-ն, այստեղից ստանում ենք, որ x-ը պարզապես c չի, ճիշտ է։ Այս դեպքում տարամետ է, այս դեպքում զուգամետ է։ Հիմա այս զուգամություն հələ որ չգիտենք ոչ մի կետում, գիտենք, որ c-ից բացի բոլոր մնացած կետերում տարամետ է, միակ ոնց որ կետը որտեղ պետք է հասկանալ զուգամետ է թե տարամետ է, այդ c-ն է, հա։ C-ում էլ x հավասար է f որ c, այդ դեպքում այս գումար an x մինուս c-ի n աշճանը ինչի էր վերածվում, վերածվում էր a0 գումարած a1 անգամ 0, հա, որտեղ այդ x մինուս c-ն դառնում էր 0, հետո a2 անգամ 0-ի քառակուսի an անգամ 0-ի n աշճան, ու այդպես շարունակ, այստեղ այս բոլոր անդամները 0-ների են վերածվում, բացի առաջինից, ու այս գումարը տալիս է a0-ն, և հիմա կարող ենք ասել, որ այդ շարքը զուգամետ է, թե զուգամետ չի։ Զուգամետ է, հա։ Դե եթե սա զուգամետ է, մնացած դեպքերում էլ տարամետ է, զուգամության տիրույթը բաղկացած է լինում մի կետից, հա։ Օրինակ են R-ը, երբ որ վերջավոր է ու 0-ից տարբեր, այդ բոլոր այդ երկու ծայրակետերն էլ կարող էին թե ներառվեին, թե չներառվեին, տենց օրինակներ կբերենք, որ տեսնենք, որ իրոք տենց այդպես է, իսկ երբ որ R-ը 0 է, պարզվում է, որ այսինքն իրականում շարքի կենտրոնում, հա, աշճանային շարքի կենտրոնում, աշճանային շարքը միշտ զուգամետ է։ Okay, բարի։ Լավ, մի հատ էլ օրինակ բերենք։
Մենք գումար x-ին բաժանած n ֆակտորիալ։ Հիմա որ նայում եք x-ին բաժանած n ֆակտորիալ։ Զուգամության շարևիղը առաջին թե երկրորդ բանաձևով կուզենաք որոշել։ Այսինքն n աշճանի արմատով թե այդ հարաբերությամբ։ Եթե ֆակտորիալ կա, ուրեմն եթե քառակուսյա մեջն է կլոր է։ Դա իհարկե ճիշտ տրամաբանությամբ էի ասում։ Այստեղ այո, պիտի փորձենք այս բանաձևով ստանալ, զուգամության շարավիղը, հիմա կասեք մեր մոտ այն է ինչքանի է հավասար այն-ը հանդիսանում է աշճանային շարքի գործակիցը ինչպես? Մեկը բաժանած n ֆակտորիալն է, չէ՞ մեր գործակիցը Այս մեկը բաժանած n ֆակտորիալն է, պետք է բաժանենք մեկը բաժանած n plus 1-ի ֆակտորիալի։ Ну, իհարկե տեսնում ենք, որ ստեղ մոդուլների կարիքը չկա ու նաև բաժանել մեկը բաժանած n plus 1-ի ֆակտորիալի նույնն է թե որ բազմապատկենք n plus 1-ի ֆակտորիալով։ Իհարկե ստեղ կարող ենք n-ի ֆակտորիալը կրճատել ու տակը կմնա n plus 1-ը, այս դրա սահմանն էլ կլինի անվերջ։ Հետևաբար, այս գումար x-ին բաժանած n ֆակտորիալի աշճանային շարքի, շարքի զուգամության տիրույթը որն է։ Մինուս անվերջից պլյուս անվերջ, ամբողջ թվային առանցք, զուգամության տիրույթն է։ Մինուս անվերջից պլյուս անվերջ։ Աշճանային շարքի զուգամության տիրույթն է։ Մի հատ կասեք, այս շարքի կենտրոնը որն էր։ 0-ն, որտեղ այնտեղ կարող եք համարել, որ գրած է x հանած 0-ի n աստիճան։